Կանգնեք միասին քայլեք։ Տեսնենք ոնց։ Մի հատ էլ դուռը բաց է հենց մայթի վրա։ Մի հատ էլ ընդհանրապես այսքանը տված է ժողովրդին, հետոքի։ Հիմա ստեղում եք ժողովրդին տված է երկաթներին, հա, երկաթներին, իսկ մի մետր 1.20 դե հələ մի հատ է ստոլբեկը բանը նայեք սյուները ոնց ժողովուրդը անցնեն մի հատ դա աբսուրդ բան է Այս էլ է իրենց նա, հա։ Այսի մետալ գրուպն է, էլի, այդ որ ասում ենք, հա։ Էն էլ էն է։ Իրենց համար Հա, մի հատ մեկ էլ մի բան ասեմ եթե դուք տենակ այդ ստանոկները դրած է երկաթեղեն են կտրատում, չէ։ Այդ հոտից, այդ հոտը ստեղից մինչև շենքերը լսվում են, ստեղից որ մի երեխան կարա անցնի, անվտանգ, բալգար կայա, քար կոտրվեց, երկաթ թռավ կամ մի բան, ով է պատասխանը տալու։ Եղբայր, ունեն տերիտորիա, թող ունենան, թող փակեն, թող իրանց է լինի, բայց մի հատ մեզ ժողովրդին ապահովեք, որ ժողովուրդը ազատ այսքան երեխան ոնց է առավոտյան թե հենց մայթա, ուզում եմ դա հասկանալ։ Երևի մայթ է եղել որ այսքանը թողել են մեզ, մնացած է իրանց։ Եթե մայթ չի, թող չափառապատեն։ Թող չափառապատեն։ Այս սյուները կանգնած են հենց բանի մայթի վրա։ Դե եկեք անցեք ստեղով։ Ոնց անցնենք։ Տարածք է, էլի, անձեն աչքով էլ, որ նայեք, տեսեք ինչ ահռելի տարածք է, լավ չի սրա փոխարեն մի հատ գրադարան սարքեն, մի այգի սարքեն, հյուսիս հարավ ճանապարհն է, այն հետևը այդ գործարանն է, այն շենքերը տեսեք, այս ռակուրսից նկարի, բանը, որ այն կողմը տեսեք, նայեք շինարարություն, այս կողմը մեր բանն է, գործարանն է, իրանց առևտուրն է, այն կանաչ գրած է բենզալցակայան, որ աչ են թեքվում դպրոց գնալուց կամ բան բենզալցակայան է, ստեղ այս գործարանը, հենա, տեսեք ինչ մոտ են, էլի բատժգամբներին, անմիջապես այս մի թեթև ստեղ, որ թեթև քամի է լինում, այս ամբողջ փոշին, որ մի հատ մեր եղբայրը գետինը նկարի, այս ամբողջ երկաթե փոշին, ամբողջ երկաթե փոխի, սա ուղիղ մարդկանց առողջությանը վնաս է։ Չեմ ասում է տունը բան ալնում, աղտոտվում է կամ բան կանայք հավելյալ գործ են անում։ Մենակ առողջության համար արդեն ինքը բան անում։ Այս նյութը։ Հա, էլի։ Գազալցակայան։ Այն մյուս կողմից մի հատ չի։ Այն մյուս կողմից էլ գազալցակայանն է։ Դե եկեք շնչեք ամառը, եկեք հյուր մեզ։ Խնդրում եմ, այս մոտակա շենքերից որևէ ցանկացած բնակարան լուսամուտ չեք կարող բացեք։ Դա մի հատ եկեք այս արտադրամասը չկար երբ մենք վիդեո ունենք, ես կարող եմ ցույց տալ այս կապույտը չկար։ Ոստունես բան մի տանը ստե։ Ասում է այս մարդիկ էսի չեն տենը, որ ստե տունես տանը։ Այսինքն քեզ տունտային չէիր վերցնելու։ Երբեք հետո ասեմ քանդեք տարեք։ Ապա իհարկե։ Հա։ Էդ ինչ ասելու բանը Հայրիկ ջան։ Դες բան կասեն բա։ Մի խոսքով։ Այդ Քոչարյանն է ուղարկե իրանց տեղ։ Հա։ Ասեմ ես 2 տարի առաջ եկամ հատուկ սրա համար, որ պիտի գային բարձրահար շենքից, հենց անմիջապես այս շենքից նկարահանեին։ Աղմուկը Այսքան մարդ օջախ կա, Հայրիկ ջան, մարդիկ տուն են ստացել։ Այս մարդիկ ցանկացած մարդու կյանքում տուն ունենալը։ Ես սովորական մարդ եմ, հա։ Ես սովորական մարդ եմ։ Ասեն ցամեկը ռեստան տանում են, ընդես սարքում են, հետո սովորականի մի բան թոշակառուի հաշվին բերեք տեղափոխենք, բերեք ես անենք, եթե դու ասում ես ես տեղի հետ կապ չունեմ, մենք էլ ասում ենք, մենք ունենք ստեղ նկարներ, որ էսիլը չկար, վիդեոներ էլ ունենք, ստեղ ոչ մեկ շարժ չի անում։ Ստեղ չենք դուրս եկել, շո անիմաց ընդեմ ապրում, այն է տունես։ Ես լավ ես։ Մեր ավելի մոտիկ է։ Մենք էլ բան Չէ, հարցերը չեմ տեսել։ Բերում ենք, էլի գիտենք։ Հարցը հենց դրանում է,
Եթե դուք բնակվեիք այստեղ, դուք հիմա Ես հասկանում եմ, վատա։ Բայց իսկական մեղավորին չեք շեշտում, ես գիտեմ ես ինչի մարեք դուկանը։ Ով է այս ինչի համար եք։ Նոր է լավ, էդի ընտրությունը, Բայց խինոր։ տելևիզորը ամենօր բաներ են 8 տարի է այս բազարը գնում է։ 8 տարի։ Ուղիղ 8 տարի, ամեն տարի տարեկան մի քանի անգամ լորա գրողա գալիս, դեպուտատա գալիս, ես ինչա գալիս, բայց ոչ մեկ ոչ մի բան մատեմատին չի խփում։ Հիմա եկել Իմացը նոր ճանապարհ են կառուցելու ու դարձնելու են բնակիչների բակը տարանցիկ։ Հիմա իրենք այդ խնդիրը հիմա այդ խնդիրը ներկայացնում են եւ փորձում են նաեւ ներկայացնել թե առանց այն էլ իրենք ինչպիսի միջավայրում են Այն ապրում։ կողմից է կարակ ասեք, որ ես ով որ sense թեթև գներով տուն հաստանում, անօրինական տներ են սարքում, գալիս է վերջում իմ նման թոշակառուի հաշվին իրանց ասֆալտարա, կանալիզացիա չէ, սարային արա, ըլմա իմ հաշվին, թոշակառուի։ սկզբից պետք է այդ ասֆալտը, կանալիզացիան, ամեն ինչ արվեր նոր բանային։ Տեղը պետք է ըլներ օրինական, Տեղը կար, բայց ժողովրդին Մենք 6 ամիս պայքարել ենք, որ ստեղ մի հատ սվիտաֆոր դնեն։ Միջև 3 հոգի չընկան մեքենայի տակ, մեր բախտը բերեց, որ ոչ մի վատ դեպք չեղավ։ Հիվանդանոց ընկան, նոր ստեղ թույլ տվեցին այս փոքր սվիտաֆորը կառուցել։ Մենք մի գիտեք ոնց էինք անցնում այս ճանապարհը։ Մի հատ խաչ էինք քաշում, նոր անցնում էինք։ չէինք անցնում, վազելով էինք անցնում։ մի քիչ չես վասել։ Ադի նույն բանն է։ Շոֆերների մեջ էլ կան անշնոր շոֆերներ։ Բանը կա, Նկատել եք։ Բոլորը նույն բանն եք ասում, ուղղակի տարբեր։ Դու նկատել եք վարորդը գալիս է մեքենայով աճ պետք է մտնի մեր թաղամաչը։ Դե պայստա, չի կարող, որովհետև մեքենաները շարում են, հաշվի չեն առնում, միլիցիա մի հատ զապրետրեք չի կարելի է մեքենա կանգ առնել, որովհետև աճ ճանապարհը փակում եք դուք։ Ում ասես։ Պայստը ստեղ ով է դրել, այսպես պայստը, հիմարություն ով է արել։ Ռազմավարոտի տեղը հեսա մի 150-200 մետր է։ Ռազմավարոտի տեղը այդքան հեռու է։ Անդեղից ռազմավարոտ ենք, շրջադարձ ենք կատարում, անդեղից մինչև ստեղ չենք կարողանում շարքը փոխել, որ գալ հայատ մտնել տուն։ Չենք կարողանում։ Այսպես սխմած գալ են։ Լոնդոնի երթևեկությունը Ղալաթարի մեր երթևեկության դեմը։ Խնդրեմ, հեսա նայեք։ Հեսա նայեք։ Մարդիկ հնազանդ են։ Եվ մի հատ այն գազալցակայանի տերիտորիաներն էլ որ նայեք, Եկեք գնանք։ հա, որ նայեք։ Այնտեղ այնքան տեղ կա, այնքան ճանապարհ բացելու տեղ կա, որ ես չեմ հասկանում։ Այսինքն երեխաների խաղահրապարակ, երեխաներին հատկացված Անունը ինչպես էր այդ գազալցակայանը։ չեմ էլ իմանում։ Երևի անունը չեն դնում, որ ոչ մեկ չկարողանա ասի, «Էս ինչ լցակայանա»։ Խնդրեմ։ Մի հատ բան ասեմ, եթե այստեղից ճանապարհ ամեն դեպքում բացվում է, որպեսզի մտնեն դեպի մեր բակ վերևից այստեղ, մեր խնդրանքը եւ պահանջը այսօրվա հավաքի համար մեկ նպատակը նա է, որ ասենք, այս ճանապարհը բացվի ուղիղ դեպի Նոր Երևան, հատկապես որ Նոր Երևանը ավելի երկար է, քան մեր թաղամասը եւ այդ հնարավորությունը կա Երևում է։ հանգիստ, լավ, կարող եմ անել։ Այսքան։ Կառա։ Այդ դիմացնայի կանգառա։ Չկա որ մարդիկ եւ նստեն եւ արևից պաշտպանվեն։ Կանգում են շենք իրարանքներն են մտնում, որ կարողանան բացպարվել, մինչև տրանսպորտը կա կարողանան օգտվել։ Ոչ ստեղ կա, ոչ այնտեղ կա, ոչ էլ այնտեղ կա։ Բոլոր կանգառներում են արևից ամենտեղ մտնում են։ Նստելու տեղ չկա։ Բոլոր տեղերը նայում են սիրուն ամեն ինչ ապահոված, բայց մեր տարածքում ոչ մի բան չկա։ Դե ոչ մի բան ուղղակի դի զգուշացնեն, որ վերեն այդ ամեն ինչը դնեն։ Շնորհակալություն հետ կապված ձեր տեսակետը։ Նորակար, գիտեք, եթե ամառը գայք մեր բակը շատ սիրուն է։ Ամեն շաբաթ մի շաբաթուրակ ենք արել, ծաղիկներով, ամեն ինչով մաքրել ենք սիրուն, բայց հիմա երեխաները չեն կարում անգան։ Այս հաստության ցեխ է։
Այո, իհարկե լրիվ շինարարությունից բերում են իրանց մի մեքենա բերում են միացնում են ջուրը, բայց այդ ցեխը միտեղ ստանում են, միտեղ կուտակում են։ Էլի չի մաքրվում։ Ու երեխաները խաղում են, մենք չունենք երեխաների խաղահրապարակ չունենք։ Այս տարածքը նախատեսել են, որ սա հետո կտեղափոխեն 10 Սրա հետևը խաղահրապարակը 10 հոգի են ընդամենը, 10 երեխա են կարողանում խաղան։ 10 երեխա։ Շատ են երեխաները, 50-ից ավել։ Բոլոր տներում լիքը երեխաներ կա, 2-3։ Ու եթե բակը մտնեք տեսեք, այս ամենը որ հանվել, եւ սիրուն այգի է լինում, եւ խաղահրապարակ։ Մենք ամառը չենք կարողանում, ես ասի կիսատ մնաց։ Տեղափոխվել է շենքերը բնակվում։ Արդեն 8 ճիշտ եմ հիշում, դուք բնակվում եք Զվարթնոցում, որտեղից ձեզ տեղափոխեցին այստեղ։ Մենք որ եկանք այս շինությունը չկար, մինչև մեր գալը մի շաբաթ առաջ մի անգամից կառուցեցին, որ մենք էլ իրավունք չունենենք բողոքելու։ Գազալցակայանն էլ նկարա։ Ի նշան բողոքի տեսնում եք հիմա ճանապարհահատվածը փակեցին բնակիչները։ Հիմա ճանապարհը դեպի շենքեր տանող եւ դեպի նոր կառուցվող թաղամաս տանող ճանապարհը բնակիչները փակեցին։ Մենք գիտեք ինչ դեմ չենք, ոչ փոքր, ոչ միջին, ոչ մեծ բիզնեսի դեմ չենք։ Թող աշխատեն, բայց ունեցեք եմ տաքսի մեջ որ ասում եմ բարով մաշես, քոնը մաշես, բայց դու գալիս ես ճանապարհի վրա ես դուրս գալիս։ Բայց չես մտածում, այն երեխաներին որ տեսնում ես, բալգարկեն որ աշխատում է, մի հատ աղրելի, կներեք գարշելի հոտ է գալիս, երկաթի վառված հոտ։ Այդ հոտը ամբողջությամբ լցվում անդր։ Մի փոքր քամի է անում եւ ոչ մեկ չի կարող լուսամուտ բացի։ Ոչ մեկ։ Խնդրեմ։ Հիմա դե ներսից թողում են։ Այսինքն դուրս գալ թողնում եք, ներս մտնել չեք թողնում։ Գալ չէ։ Հա։ Բարբերաբար շարունակելու ենք այս ակցիան, միջև մեր ձայնը հասնի տեղ։ Հիմա կես ժամով ենք անում, արդեն 15 րոպե անցել է։ Հաջորդը կլինի 2 ժամ։ Եթե քաղաքապետարանը, քաղաքապետը, բոլորը թաղապետը չարձագանք են, մենք կդիմենք ավելի բարձր մարմիններին։ Մինչև վարչապետ կգնան։ Թող կան հասկանան։ Այսինքն մենք չենք գնա, մենք կհրավիրենք վարչապետին, որ գա ինքը նայի, տեսնի։ Դուրս գալ թողնում եք, ներս մտնել չէ։ Դուրս գան, հա, թող դուրս գան, բայց ներս չենք թողել։ Վարչապետը դրանք հետ լավ էլ նկարում է, գա ինչ անից դե։